ՄԱԿ-ի հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրի միջգերատեսչական խորհրդի կառավարման արտագնա նիստը կայացավ ծրագրի շահառուներից վերի խոշորացված համայնքում։ Մեր ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից էկոհամակարգերի եւ համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում ծրագիրը հիմնական շահառու ռեգիոնները դրանք Խոսրովի պետական արգելոցի, ինչպես նաեւ Դիլիջան ազգային պարկի հարակից մի քանի բնակավայրերն են։ Կլիմայի փոփոխության մեղմանն ու հարմարվողականության ուղղված այս ծրագիրն իրականացվում է Դիլիջան, Փամբակ, Վեդի, Խոշորացված եւ Ֆիոլետովո համայնքներում։ Խորհրդի ներկայացված հաշվետվության համաձայն 2020-ից 21 թվականներին վերանորոգվել են 39 կիլոմետր դաշտամիջյան ճանապարհներ, ստեղծվել 7 ջրարբիացման կետեր արոտավայրերում, հիմնվել 3 ու 6 հեկտար հատապտղանոցներ, 6 հեկտար բարձրաժեք պտղատու այգիներ, 1 ու 2 հեկտար բանջարանոցներ նոր սորտերով ու հիբրիդներով։ Քննարկվել է ծրագրի կողմից իրականացված բաղադրիչները, մենք կրկին անգամ ուշադրություն ենք հրավիրում Ուրցաձոր բնակավայրի եւ հարակից Շաղապ, Դաշտաքար բնակավայրերի բնակիչների եւ նրանց հարմարվողականության խնդիրներին կլիմայի փոփոխության ներկա պայմաններում։ Շրջակա միջավայրի փոխնախարարի խոսքով Խոսրովի անտառ պետական արգելոցը եւ Դիլիջան ազգային պարկը մեր բնության գանձարաններն են։ Թիրախավորելով դրանց հարակից համայնքները կնվազեցվի մարդածին ազդեցությունը այդ տարածքների կենսաբազմազանության վրա։ Կլիման փոփոխվում է եւ մենք պետք է շատ արագ ձեռնարկենք միջոցներ, որ կարողանանք ադապտացվենք այդ փոփոխություններին, բայց նաև շատ կարևոր է, որ մեր մարդիկ իմանան, թե ինչ է նշանակում հատուկ պահպանվող տարածք, ինչ կարևորություն ունեն նրանք մեր երկրի համար եւ ինչ է նշանակում այդ էկոհամակարգի եւ պահպանությունը եւ պաշտպանությունը։ Նիստին միջգերատեսչական խորհուրդը հավանություն տվեց նաև 2022 թվականի պլանավորված աշխատանքներին եւ դրանց իրականացման համար նախատեսված 280 միլիոն դրամ բյուջեի նախագծին, որով կկառուցվեն 3000 քառակուսի մետր ջերմոց եւ 30 արևային չրանոց։ Մենք շահառուներին տրամադրելու ենք այս տարի փոքր ջերմոցներ, տրամադրելու ենք չորանոցներ, տրամադրելու ենք նոր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաների սացիլներ, իրականացնում ենք կրթական եւ տեղեկատվության բարձրացման աշխատանքներ, ներգրավելով երիտասարդներին։ Երիտասարդների ներգրավվածության առաջի միջոցառումն արվեց հենց տեղում։ Կանաչ ուսուցման կենտրոնի նախաձեռնությամբ Ուրցաձոր էկոակումբի սաները սովորեցին ինչպես պետք է տնկեն եւ խնամեն ոսկեբեղեկին։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։